բանկար ինչ-որ 3 կետեր, մեկը բաց, հա, պարտիավճարների մասով, մի քիչ խղճի հարց է, դու եթե թոշակառուին թոշակը չես բարձրացրել 8 տարի, ես սենց ասեմ, ինդեքսացիա չի արվել, նույնիսկ այն ինչքան բարձրացրել են, ինդեքսացիան չի փակում, ես համարում եմ, որ ուղղակի օրենքով պետք է պարտադրել կառավարությանը, որ ամեն տարի ինդեքսացիա իրականացվի թոշակների, ինդեքսացիա նշանակում է, ինֆլյացիա դրա չափով պետք է բանանել, հասկանում եք, ինդեքսացիան կարևորագույն հարց է, նույնիսկ դա չի արել, եւ այդ ֆոնի վրա 7, 8, 9 միլիոն դրամանոց պարտիավճարներ տալ բանի չինովնիկներին, ինչ ասեմ, ես նույնիսկ դժվարանում եմ սրանք գնահատական տալ, որովհետև նորմատիվ լեքսիկայով դժվար է սա ասել։ Ես նաև մենք հետևում ենք արձագանքն ենք տեսնում, թե ինչպիսի արձագանք սա ստացավ մարդկանց մոտ։ Եվ հիմնավորումը հետևյալն է, չէ, որ եթե մենք հիմնավորումը հետևյալն է, որ մարդիկ չգնան մասնավոր հատված։ Հա դուք ով ունեք, որ կարող է գնալ մասնավոր հատվածում դիրքավորվել։ Այդ ինչ մասնագետ ունեք, որի կարիքը մասնավոր հատվածը ունի։ Զրո։ Կամ եթե մեծ փող ես տալիս, այդ ինչ մասնագետի համար ես դու այդ փողը, այդ մեծ գումարները տալիս։ 3 միլիարդ դրամ տալ, ասենց ասեմ, համարում եմ ընտրություններից հետո ով գա իշխանության, առաջի հարցը պետք է այդ կարգի պարտիավճարներ ուղղակի արգելի, օրենքներով։ Չի կարող մի մարդ sense նստի եւ իր ցանկության բաներ բաժանի, փողեր բաժանի։ Ու խոսքը չի գնում միջին օղակի մասին քաղցարայության, հալալ է նրանց։ Խոսքը գնում է վերնախավի օրենքով արգելել նման կարգի փողեր բաժանել։ Սա կոռուպցիայի բան է, ֆանտաստիկ դրսևորում է, օրինականացրած կոռուպցիայի։ Նայեք, մեր մոտ միջին կյանքի տևողությունը, եթե չեմ սխալվում, 78 տարեկան, չէ, 78, 79, մոտարապես այսքան է։ Թոշակառուն անցնում է թոշակի 65 տարեկանից։ Միջին թոշակառուն թոշակ է ստանում 13-14 տարի։ Հիմա այդ ստացած թոշակը, միջին կենսաթոշակը բազմապատկեք եւ դուք կտեսնեք, որ մի հատ ստորագրությամբ նախարարը ստացել է շատ ավելի փող, քան կենսաթոշակառուն ամբողջ իր թոշակ ստանալու ժամանակահատվածում։ Դա դուք խիղճ չունեք։ Թե խիղճը ձեր այն բանի հետ մսով ճաշի հետ կերել եք։ Իս է վիճակ։ Ռադար կգան։ Անիևինյան